Պատմական վարկածներից մեկի համաձայն Ադլեր անունը սկիզբ է առել թուրքերեն Արդլար բառից, մեկ այլ պատմական վկայությամբ բնակավայրի անունը կնքել են ցարական բանակի գերմանական ծագում ունեցող գեներալները։ Ադլեր գերմաներեն նշանակում է արծիվ։ Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ առողջարանային համալիրը, որտեղ տեղակայված է նաև մեր հայրենակցի Մոսկովու Փիչ հանգստյան գոտին։ Համալիրը զբաղեցնում է 50 հեկտար տարածություն, որտեղ տեղակայված են հյուրանոցներ, առևտրի եւ սպասարկման կենտրոններ, առողջարաններ, ծովափնյա լիարժեք հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Ուշագրավ է մանկական խաղահրապարակը, կառուցված 1973 թվականին երիտասարդ ճարտարապետ Զուրաբ Ցերեթելիի նախագծով։ Ադլերում եւս ծմերային օլիմպիադային ընթരാճ հսկայածավալ շինարարություն են թանում, ամենուր շինհրապարակներ են, շինարարներ եւ անվերջ թվացող խցանումներ։ Туда пока не едьте, постойте. Там пробка все равно стоит. Сейчас трактор загрузит и поедет. Վերանորոգվում եւ արդիականացվում է Ադլերի Սոչի օդանավակայանը, կառուցվում են շրջանցիկ ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, շինարարական աժիոտաժը նաեւ անհարմարություններ է ստեղծում բնակիչների համար։ Կան նաեւ նեղսրտողներ, սակայն հիմնականում գոհ են եւ համարում են, որ Օլիմպիադան մեծ խթան է քաղաքի զարգացմանը։ Если бы не Олимпиада, Адлер бы просто уже упал в никуда. И дороги, и канализации, и курорт. Тут не может быть, конечно, чтобы все были однозначно согласны. У кого-то устраивает, кого-то не устраивает. Ну, 80% люди довольны. У меня работает здесь зять, у меня работает здесь сват. Пол Москвы хороших специалистов работают здесь. И развитие будет колоссальное. Адлер это будет вообще все Сочи, Олимпийское будет, да, хороший будет центр. И спортивный, и туристический. Հսկայածավալ շինարարությունում ընդգրկված են տարբեր երկրների ժամանակ շինկազմակերպություններ եւ հազարավոր շինարարներ։ Մեծ պահանջարկ են վայելում նաեւ հայազգի մասնագետներն ու բանվորները։ Армяне очень хорошие строители, я имею в виду те, которые приезжают. На них огромный спрос, в том числе и около 7-8 человек с Армении работают у меня. И это очень добросовестные, добропорядочные работники, высокой квалификации, высокой строительной профессии. Շատերը կերադասում են այս շրջանը, քանի որ ի տարբերություն Սոչիի գներն այստեղ համեմատաբար ցածր եւ կայուն են, իսկ առևտրի եւ սպասարկման օբյեկտներում, ինչպես ծովափնյա մյուս շրջաններում, տնօրինում են հայերը։ Դες հայկական իսկական շաուրմա։ Ռուսալշկա կոչվող խորտկարանը եւս հայերինն է, շատերն են այստեղից օգտվում Լևոնի հայտնի շաուրման համտեսելու համար։ Հայ օբյեկտը ստեղծերը հայ են, լավ մարդիկ են։ 70-80% հայեր են աշխատում ստեղ։ Վրացահայ մեր բարեկամի համար Ադլերը արտագնա աշխատավայր է եղել, սակայն ինչպես ստացվում է սովորաբար այս տարվանից դարձել է բնակավայր։ Ընտանիքը Թբիլիսիից արդեն տեղափոխվել է։ Կնիկ երեխեք, երկու երեխեն ստեղ են, դպրոց են մանգալի արդեն ստեղ։ Երևես տարի ուզում ենք ստեղ մնանք արդեն։ Երեխեքը ռուսական դպրոց են մանգալի ու Վրաստան եմ ապրում, արդեն տենց դեռ ամել գործը ավելի լավ է ստեղ։ Ավելի փողը շատ է դուրս գալիս։ Շատ լավ է, այստեղ շատ հավանում եմ, շատ գոհ եմ։ Телевизор, ես այնտեղ մեծացել եմ, это, говорит, моя родина. Я там тоже, говорит, люблю свою землю, но, говорит, где деньги есть, там хорошо. Кем хочешь работать? Поваром. Поваром. Որտեղ է լավ, ստեղ թե Թիֆլիս։ Ստեղ։ Փոքրիկ Դավիթը եւս կողմնորոշվել է փողի լավ ապրելակերպի եւ մասնագիտության ընտրության հարցում, հավանաբար զգացել է խոհարարի մասնագիտության առավելություններն ու վարձատրության տարբերությունը Թբիլիսիում եւ այստեղ։ Իսկ մայրենի լեզուն այլևս առավելություն չունի, թեև ընտանիքի մայրը համոզված է, որ պահպանելու եւ գործածելու են հայերենը։ Ընտանիքում հայերեն ենք խոսում։ Всячески стараемся сохранить армянский язык. Լեզվի եւ ընդհանրապես հայապահպանության կարևորագույն գործոն է արմատների, ավանդույթների եւ դավանանքի հանդեպ հավատարմությունը։ Դրանում իր մեծ դերն ունի Ադլերի հայկական եկեղեցին, որը հիմնադրվել է 1993 թվականին համաժողովրդական նվիրատվությամբ։ Եկեղեցի այցելում են հիմնականում մկրտության եւ հարսանեկան արարողությունների ժամանակ։ Գալուց գնում ենք այսօր օրինակ մոտիկ է կամ մտամ ոնվարի վերա։ Ճիշտ ասած ես ուզում եմ երեխեքին գանքեմ։ Եթե ես կարող Ինձ կարող ամառ, եթե չստացվավ Էշմիածնում գանքեն, ուրեմն ստե պետք է գանք։ Հրաշալի այս եկեղեցու պակը զարդարում է զանգակատունը, տեղադրված են նաև մանրակերտ խաչքարեր Եղեռնի եւ Սոչիի ավիավթարի անմեղ զոհերի հիշատակին, իսկ տեղի հայերի բարեկեցության եւ հարստության բարի առասպելին մինչեւ վերջ հավատալու համար փորձենք չանդրադառնալ եկեղեցու պակում նստած այս հայազգի կնոջը։ Ավելացնենք միայն, որ նկարահանման պահին մեր հայրենակիցները կրկին հավաքվել էին եկեղեցու մկրտության արարողության։ Հայառաքելական եկեղեցու բոլոր կանոններով եւ օրենքներով քահանան այս անգամ էլ խաչակնքեց եւ
օրհնեց հայերի ընտանիքի հայերեն չիմացող հայ մանուկներին։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Կալանյուս, Սոչի, Ադլեր։